Սիրելիներս, նախորդ անգամներին մենք արդեն խոսել ենք, որ ապաշխարությունը նշանակում է ընթացքի փոփոխություն եւ մտքի նորոգություն։ Այս հարցը կարող ենք տալ այսպես. եթե մեկը ճիշտ ընթացքի մեջ է, արդյոք նա կարիք ունի ապաշխարության։ Օրինակ վերցնենք, եթե որևէ անձ չի հայոյում, չի բամբասում, սուտ չի խոսում, չի գողանում, այլ հակառակը միշտ բարիք է գործում, արդար է, ողորմած է, ճշմարտախոս է, այս մարդը կարիք ունի իր ընթացքը փոխելու։ Իհարկե ոչ, այս մարդը կարիք չունի իր ընթացքը փոխելու, բայց այս մարդը երկու կարևոր պայման պետք է լրացնի իր կյանքի մեջ։ Բարեգործությունը, արդար ճանապարհ ապրելը դեր երկին գնալ չէ, սա փրկություն չի նշանակում։ Եվ երկրորդ, որևէ մարդ, ինչքան էլ ինքը բարեգործ լինի, արդար լինի, ողորմած լինի, նա թաքնված ու ծածուկ մեղքեր ունի, որոնք պետք է անպայման խոստովանել։ Եվ սա նշանակում է, որ բարեգործությունը փրկություն չէ, դրա համար մարդ պետք է ապաշխարի Քրիստոսին ճանաչելու համար։ Ապաշխարությունը ոչ թե մեղքերից հրաժարվել է, նոր մարդ դառնալ է, այլ նաև Քրիստոսին ընդունել եւ Քրիստոսին խոստովանելն է։ Ոչ միայն մեղքերից հրաժարվել է, Քրիստոսին այդ մեղքերը խոստովանել է նշանակում, այլև հենց Քրիստոսին խոստովանել որպես քո կյանքի Տեր, որպես հույս, որպես ապավեն, որպես քո փրկիչ։ Որևէ բարի մարդ ինքը շատ կարող է ողորմած լինել, իր ամբողջ հասույթը կարող է բաժանել աղքատներին, բայց եթե նա Քրիստոսին չի ճանաչում, նա չի կարող փրկություն ունենալ։ Եթե որևէ մեկը արդար է ապրում, ազնիվ է ապրում, այս երկրի վրա իր բոլոր օրենքները պահպանում է, բայց Քրիստոսին չի ճանաչում, այդ մարդը կարիք ունի ապաշխարության, որովհետև առանց Քրիստոսի դու չես կարող փրկվել։ Ապաշխարություն նշանակում է փրկության ճանապարհի մեջ մտնել։ Հետևաբար ապաշխարելու համար մարդը կարիք ունի Քրիստոսի հետ մտերմանալու, Քրիստոսին ճանաչելով, Քրիստոսի հետ ապրելով, Քրիստոսի հետ գործելով հասնել հավիտենական կյանքին։ Անհավատ մարդն էլ կարող է բարիքներ գործել, կարող է մահմեդական լինել, կրիշնայական լինել, հինդու լինել, անհաստված լինել, հեթանոս լինել եւ բարիքներ գործի, բազում իր աշխատածից բաժինանի աղքատին ու կարիքավորին, բայց քանի դեռ մարդը Քրիստոսին չի ճանաչել, Քրիստոսով չի ապրում, նա չի կարող երկնքի ճամփան գտնել եւ երկնքի արքայության դուռը բացել իր համար։ Դրա համար մարդը կարիք ունի ավետարանի ճանապարհով Քրիստոսին ճանաչել։ Սա է ամբողջ ապաշխարության խորհուրդը, որ քո ծածուկ մեղքերը գտնես, բացահայտես, Քրիստոսին ճանաչես եւ Քրիստոսով հավիտենական կյանք ունենաս։ Դրա համար է Սուրբ Գիրքն ասում, որ չկա աշխարհում մեկ ուրիշ անուն, քան Հիսուսի անունը, որով մենք կարող ենք փրկվել։ Որ միայն Հիսուսով է փրկությունը հավիտենական կյանքի եւ ապաշխարության այս ընթացքի փոփոխությունը, մտքի նորոգությունը մեկ նպատակ ունի՝ ճանաչել Հիսուս Քրիստոսին։